Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել իմ ալիքի ամենակարևոր ու անգին նյութերից, ինֆորմացիաներից մեկը, որին հետևելով իսկապես դուք ձեր կյանքում կգտնեք շատ կարևոր բաներ։ Երբևիցե կարդացել եք 23-րդ Սաղմոսը։ Այնտեղ թաքնված է հարստության բանալին, այո, հենց այդ աղոթքի մեջ թաքնված է հարստության բանալին։ Սկզբում սա կարող է հնչել որպես մոլորություն, բայց մի շտապեք դատել։ Տասնամյակներ շարունակ մարդիկ ընթերցել են այս սաղմոսը խոր հարգանքով, բայց շարունակել են ապրել պակասի, վախի մեջ, տառապել սեփական սահմանափակումներից և որոնել իրենց կոչումը։ Զրուցելով հարյուրավոր առաջնորդների, մագնատների և միլիարդատերերի հետ պարզվել է մի ընդհանրություն։ Նրանք հավատն օգտագործում էին ոչ թե որպես մխիթարանք, այլ որպես գործիք, կրկնում եմ, ոչ թե որպես մխիթարություն պետք է օգտագործել հավատը, այլ որպես զենք։ Այդ բանալին է հենց թաքնված 23-րդ Սաղմոսի մեջ, որտեղ ասվում է. «Տերը իմ հովիվն է, և ես ոչ մի բանի կարիք չունեմ»։ Հասկանում եք, դուք երբևէ մտածել եք այս խոսքի ուժի մասին։ Սա վերաբերում է ոչ թե կրոնին, այլ մտածողությանը, մտադրությանը, համոզվածությանը, ներսից ստեղծելու կարողությանը։ Մարդիկ հաճախ ասում են այդ խոսքերը, իսկ հետո նորից վախենում են փողից, վճարներից, ապագայից, երգում են կիրակի օրերին, բայց երկուշաբթի ապրում վախով։ Իսկ ամենահարուստ մարդկանց հետ զրուցելիս պարզվում է, որ նրանցից ոչ մեկը հարստությունից չի սկսել, բայց նրանք ունեին խորը ներքին համոզմունք և ուղղություն, որը բարձր էր իրականությունից։ Նրանք հավատում էին, ոչ թե խնդրում էին, այլ հաստատում էին. «Ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա»։ Նրանք դա հաստատում էին։ Սա ավելին է, քան հավատը։ Դա ընտրություն է։ Նրանք կառուցում են իրենց ինքնությունը, փոխում են իրենց իրականությունը բառերի, զգացմունքների, արարքների միջոցով։ Իսկ դուք հարցնում եք. «Ինչ անեմ, երբ փող չկա, վախն ու ճնշումը մեծ են»։ Միգուցե դուք հիմա նույն վիճակում եք, բայց լուծումը սկսվում է ներսից, ոչ թե դրսից։ Երբ դուք հավատքով ու զգացումով կրկնում եք դրական խոսքեր, ուղեղը սկսում է դրանք ընկալել որպես իրականություն։ Միջինքոլոր համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր պարբերաբար կրկնում են դրական հաստատումներ, ունենում են ցածր ստրես և ավելի լավ ֆինանսական արդյունքներ։ Ուղեղը տարբերություն չի դնում երևակայվածի ու իրականի միջև։ Եթե դուք կրկնում եք «չի ստացվում», «ոչինչ չեմ կարող անել», ապա դուք հավատում եք ձախողմանը։ Իսկ դուք ինչ եք ընտրում՝ շարունակել հավատալ պակասի ու անարդար համակարգին, թե այսօր սկսել ապրել նոր համոզմամբ՝ «Ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա»։ Եվ եթե կասկածում եք, մի մոռացեք, հավատը կասկածի բացակայությունը չէ, հավատը գործողություն է։ Թոմաս Էդիսոնի օրինակը ցույց է տալիս համառության ուժը։ Անհաջողությունները պարտություն չեն, այլ ճանապարհ դեպի լուծում։ Նա ոչ միայն իմացավ մեկ լուծում, այլ 99 հատ այլ ձև, թե ինչպես չսխալվել։ Հարցին նայեք այլ ուղղությունից։ Հավատքը հրաշքի սպասելը չէ, այլ ներսից ընդունված որոշում, գործել այնպես, կարծես արդեն ստացել եք այն, ինչ ուզում եք։ Ուժի արտահայտություն։ Ես ոչինչի կարիք չեմ ունենա։ Սա կախարդանք չէ, այլ առատության մտածողություն։ Առատ մտածելակերպ։ Ամեն առավոտ կրկնեք այս խոսքերը, մինչև հեռախոս վերցնելը, մինչև վատ լուրերը կարդալը, մինչև աշխարհը սեղմի ձեզ։ Իրական բարեկեցությունը սկսվում է ներսից։ Խաղաղությունը պարգև չէ հաջողությունից հետո, այլ հիմք, որից սկսվում են պարզ միտքը, ճիշտ որոշումները և նպատակային քայլերը։ Հաջողությունը արագության մեջ չէ, այլ ուղղության։ Մեծ առաջնորդները գործում են ոչ թե խառնաշփոթի մեջ, այլ ներքին լռության մեջ, լռության և մենության ուժը։ Հիսուսի մարգարեները, Հիսուսը և ժամանակակից գործարարների օրինակը։ Նրանք միավորվում են լռության մեջ, նախքան կարևոր որոշում կայացնելը։ Լռության պահը ընդմիջում չէ, այլ ռազմավարության մի մաս։ Գործնական խորհուրդներ,
Ամեն օր կրկնեք, ես ոչնչի կարիք չեմ ունենա 30 օր շարունակ։ Օրվա ընթացքում նվիրեք 2 րոպե լռությանը, փակեք աչքերը, խորը շնչեք, հարցրեք, Տեր ուր է ստանում ինձ հիմա։ Ընտրեք խաղաղություն, ոչ թե քաոս, սովորեք տարբերել աղմուկը եւ ազատվել դրանից։ Հանգստությունը թուլություն չէ, այլ ուժ։ Հավատքը սпасելը չէ, այլ գործելը։ Քանի որոշում եք կայացել վերջին ամիսներին վախի, անհանգստության, հետ չմնալու երկյուղի, մարդկանց հաճեսնել փորձելու կամ ինքնահաստատվելու մղումից։ Իսկ եթե ընդամենը 5 րոպե կանգ առնեիք, միգուցե կտեսնեիք այլ ճանապարհ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջնորդները, ովքեր կիրառում են գիտակցված կանգ առի մեթոդներ, մեդիտացիա կամ լուռ աղոթք, 39%-ով ավելի ճիշտ որոշումներ են կայացնում ճգնաժամային պահերին։ Սա ոչ թե հոգևորության ընդդեմ արդյունք է, այլ հոգևորություն, որ բերում է արդյունքի։ Խնդիրը հաճախ հնարավորությունների բացակայությունը չէ, դա աղմուկն է, որը խլացնում է տեսողությունը եւ լսողությունը։ Փակեք աչքերը մի պահ։ Պատկերացրեք, ինչպիսին կլինի ձեր կյանքը, եթե դուք ունենայիք խաղաղություն ընտրելու համար կենտրոնացում, հրաժարվելու համար պարզություն, առաջ գնալու համար, նույնիսկ եթե չունեք բոլոր պատասխանները։ Սա է հաղթողների ճանապարհը։ Նրանք չեն վազում, նրանք գնում են հաստատուն քայլերով։ Եվ եթե դուք հասաք մինչև այստեղ, ապա գուցե սա հենց ձեր պահն է։ Ժամանակ դադար տալու քաոսին եւ սկսել ապրել վստահությամբ, դադարեցնել հոգնած ճիչերը, լսել այն համեստ ձայնը, որն ասում է. «Խաղաղ եղիր, ես քո կողքին եմ»։ Ճիշտ ուղղությունը երբեք չի ծնվում խուճապից, այն ծնվում է գիտակցումից, եւ գուցե այն, ինչ բաժանում է ձեզ կյանքի նոր մակարդակից, այդ լռությունն է, որը դեռ չեք ստեղծել։ Եվ եթե Ինչպես ասում է Սաղմոսում, եւ եթե ես գնամ մահվան ստվերի ձորով, չպիտի վախենամ չարից, որովհետև դու ինձ հետ ես։ Այս տողը տարբերում է նրանց, ովքեր պարզապես հետ են մնում, ու նրանց, ովքեր անցնում են միջոցով։ Սաղմոս 2-ն չի ասում եթե ես գնամ, նա ասում է եւ եթե ես գնամ, որովհետև այդ ձորը անբաժան է ճանապարհից, ցավը, կորուստը, անակնկալները կյանքի մի մասն են, բոլորը հայտնվում են իրենց մութ ձորերում, հարցը դա չէ, հարցը այն է, ինչպես ենք անցնում այդ ձորը։ Ես տեսել եմ, թե ինչպես հենց այդ մութ պահերն են փոխել մարդկանց, դարձել նրանց առաջնորդներ, միշտ լույսից առաջ մութ է, միշտ հաջողությունից առաջ խուճապի պահ է, բայց նրանք, ովքեր դուրս եկան հաղթանակած, մի բան էր առանձնացնում, ինչպես էին վերաբերվում վախին։ Վախը լուր թշնամի է, նա ներկայանում է որպես նախազգուշություն, խելամտություն, բայց ներսում նա սաբոտաժ է անում, նա խեղդում է ձեր գաղափարները, կործանում ձեր երազները։ Մտածիր ու հարստացիր, կարդացել եք այդ գիրքը։ Այնտեղ կգտնեք 6 պատճառ վախերի հետ կապված, խորհուրդ կտամ կարդալ այդ գիրքը։ Դուք կարող եք ինքներդ չնկատել, թե ինչպես եք ապրում վախով, կրկնելով արտահայտությունները, ինչպիսիք են լավ կլինի ռիսկի չդիմել, հիմա ճիշտ պահը չէ, ինչ կլինի, եթե չստացվի, եւ այդպես սկսում եք ապրել խնայող ռեժիմով, ոչ թե նպատակով, ու մի օր արթնանում եք հասկանալով, ապրել եք միայն հանուն գոյատևման։ Սաղմոսի այս տողը հիշեցնում է, դուք կարող եք ընտրել ինչպես անցնել այդ ձորը, նա չի ասում վախենում եմ, նա ասում է չեմ վախենում չարից, որովհետև դու ինձ հետ ես։ Ճշմարիտ հավատքը վախի բացակայությունը չէ, դա նրա վերահսկումն է, դա առաջ գնալն է, նույնիսկ երբ ծնկները դողում են, դա հայտարարություն է, ես մենակ չեմ։ Ուոլթ Դիսնեյը երբեմնի մերժված երազող, ով իր հոգում կրում էր մի ամրոց, որ դեռ գոյություն չուներ, դարձավ իմպերիա, վստահության, համառության եւ պատկերացման ուժով։ Քանի դռների առաջ եք կանգ առել մտածելով թե մութ է, քանի գաղափար եք թաղել վախի պատճառով, քանի ես դեռ թաքնված է, իսկ եթեների տակ։ Բանալին վախից ազատվելը չէ, բանալին գնալն է վախով, բայց առանց նրան ղեկը հանձնելու։ Սաղմոս 2-ն չի ասում մահվան ձոր, այլ մահվան ստվեր, իսկ ստվերը մարմին չունի, նա իրական է թվում,
բայց իրական չէ։ Ինչը ձեզ այսօր վախեցնում է, գուցե ընդամենը ձեր անվստահության եւ անցյալի ձայների արտապատկերումն է։ Իսկ եթե սա մեջտեղն է, ոչ վերջը, իսկ եթե սա հենց այն ձորն է, որտեղ Աստված սերմանում է այն ուժը, որով դուք կշարունակեք աճել, շունչ քաշեք, դուք պարտավոր չեք վազել, պետք է միայն քայլել հավատով, քաջությամբ, ուշադրությամբ, չնայել նրան, ինչը պակասում է, այլ նրան, ով գնում է եւ գալիս է ձեր հետ, ձեր կողքով։ Ոչ թե դժվարությունների բացակայությունն է որոշում հաղթողին, այլ նպատակի ներկայությանը։ Հստակ նպատակ դրեք եւ հիշեք, որ մենակ չեք ու հավատքով գործեք եւ կրկին ականատես կլինեք հրաշքի։ Եթե անեք այնպես, ինչպես որ մանրամասն ներկայացրեցի, վստահ եմ, որ 3 ամիս էլ չանցած կգաք ու կգրեք մեկնաբանություններում ձեր կյանքի այդ փուլը։ Իմ կատարած այս անգին աշխատանքի համար ցանկանում եմ ոգեշնչեք ինձ, ձեր ջերմ խոսքերով, լայքերով ու բաժանորդագրությամբ։ Իսկ ես գնամ, որպեսզի բերեմ ձեզ հերթական, մոտիվացնող տեքստերը եւ վիդեոները։ Շնորհակալ եմ լսելու համար։